Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել դատախազի մասնակցությամբ գիշերը 3:40-ի սահմաններում Ազատության պողոտա, Ներսիսյան, Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում բախվել են Տեսլա եւ Կիա Մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Տեղում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ Տեսլայի վարորդը դատախազ է։ Վթարի մասնակիցների ինքնությունը պարզվում է։ Հայաստանում այս տարվա հունվար-հունիս ամիսներին ճանապարհատրանսպորտային 2151 պատահար է տեղի ունեցել, որոնց հետևանքով մահացել է 114 մարդ, վիրավորվել 3127-ը։ Ըստ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական թվերի զոհվածներից 23-ը կին է, 7-ը երեխա։ Վիրավորների մեջ 409 երեխաներ են։ Ամենաշատ վթարները տեղի են ունեցել Երևանում 847 դեպք, ամենակիչը Վայոց ձորում 35 դեպք։ ԱՄՆ Գլենդել թաղամասում հայերի հանցավոր խումբ է բացահայտվել անձնական տվյալների, գողության եւ խարդախության կասկածանքով։ Ամերիկացի իրավապահներ հետաքննություն են սկսել, երբ մի շարք հաղորդագրություններ են ստացել, որ կասկածյալները նամակներ են հանում այլ բնակիչներին պատկանող փոստարկղերից։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածները 36-ամյա Ռազմիկ Բարսեղյանը, 27-ամյա Ռոբերտ Պողոսյանը, 35-ամյա Վահան Քալաշյանը, 26-ամյա Արմեն Հարությունյանը եւ 27-ամյա Արտյոմ Միլիտոնյանն են։ Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը խարդախ սխեմայի ամբողջական ծավալը պարզելու եւ այլ հնարավոր տուժածներին հայտնաբերելու համար, որոնց անձնական տվյալները կարող էին օգտագործվել կեղծ վարկային քարտեր ձևակերպելու կամ այլ հանցագործություններ կատարելու նպատակով։ Գործը կփոխանցվի Լոս Անջելես շրջանի դատախազություն մեղադրանք առաջադրելու հարցը լուծելու համար։ Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գողությունները, 2 անձ ձերբակալվել է։ Պարզվել է, որ եկեղեցիներից ու մատուրներից գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 եւ 38-ամյա տղամարդիկ։ Օգոստոսի 14-ին ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Երազխ ճանապարհի Շահումյան գյուղի հատվածում նրանք հայտնաբերվել ու Նիսան Մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել են Արտաշատի բաժին։ Իսրայելական զինված ուժերը հարված են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին, այս անգամ թիրախավորելով Անսար Ավանը։ Կրակը եղել է գյուղի բնակելի տներից մեկի ուղղությամբ, ինչն էլ հանգեցրել է ծանր հետևանքների։ Ռմբակոծության հետևանքով զոհվել է 7 մարդ, 3-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի ֆոնին մտադիր է Հորմուզի նեղուցը շուտով հռչակել Միացյալ Նահանգների տարածք։ Նա պնդել է, որ ամերիկյան ուժերը իրականացնում են հաջող ռազմածովային շրջափակում, թույլ չտալով իրանական նավերի տեղաշարժը եւ դրանով իսկ հարվածելով երկրի տնտեսությանը։ Թրամփի խոսքով ԱՄՆ-ն ամբողջությամբ վերահսկում է նեղուցը եւ առանց իրենց ցանկության ոչ մի նավ չի կարող այն հատել։ Իրանական կողմը կտրականապես հերքել է ԱՄՆ նախագահի այս պնդումները, որ ռազմավարական նշանակություն ունեցող այդ ջրուղին գտնվում է բացառապես Թեհրանի լիակատար վերահսկողության ներքո։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին անմիջապես արձագանքել է այս հայտարարությանը, նշելով, որ Հորմուզի նեղուցը հնարավոր չէ զավթել թվիթներով, ավիակիրներով կամ նախընտրական ելույթներով։ Իրանը չի վախենում սպառնալիքներից եւ չի ընկրկում ուժի ցուցադրության առաջ, ասել է փոխնախարարը։ Իրանը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Իսլամ լրատվական գործակալության հետ հարցազրույցում Արաղչին ասել է, որ միջնորդները, ինչպես նաև Կատարը, այնպես էլ Պակիստանը հաղորդագրություններ են փոխանակում եւ կապ պահպանում Թեհրանի հետ, բայց դա ամենևին բանակցություններ չի նշանակում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ռուսաստանի խորքում գտնվող ռազմավարական 3 օբյեկտի խոցման մասին։ Ըստ նրա, Ֆլամինգո հրթիռներով թիրախավորվել է Ուկրաինայի սահմանից 900 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սամարայի Պրոգրես կենտրոնը։ Հարվածներ են հասցվել նաև սահմանից 700 կիլոմետր հեռավորության վրա տեղակայված ավիաբազային եւ նավթավերամշակման գործարանին։ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների, սակայն մտադիր չէ սպասել ԱՄՆ-ի այսպես կոչված նվերներին եւ հատուկ ռազմական գործողության խնդիրները կլուծի բացառապես սեփական շահերից ելնելով, հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։ Պաշտոնյան նաեւ շեշտել է, որ Ուկրաինայի ահաբեկչական ռեժիմը պետք է չեզոքացվի, քանի որ այն լուրջ սպառնալիք է ներկայացնում աշխարհում ռազմավարական կայունության համակարգին։ Գրանադայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Բնակիչները ստիպված են եղել գիշերը անցկացնել փողոցներում։ Զոհեր չկան, սակայն արտակարգ ծառայությունները ավելի քան 200 ահազանգ են ստացել ճաքած պատերի, փլուզումների եւ վնասված մեքենաների վերաբերյալ։ Իշխանությունը հորդորել է բնակչությանը հեռու մնալ վնասված շինություններից եւ խուսափել ոչ անհրաժեշտ ուղևորություններից։ Նախորդ օրը գրանցվել էր եւս 3.7 մագնիտուդով նախազգուշացնող երկրաշարժ։
Ինդոնեզիայի ափերի մոտ 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, մահացել է ավելի քան 20 մարդ։ Ըստ տեղական լրատվամիջոցների զոհվածները երկրաշարժի պահին գտնվել են շինությունների ներսում եւ չեն հասցրել դուրս գալ։ Հիմնական ստորգետնյա ցնցումից հետո տարածաշրջանում գրանցվել են տասնյակ հետցնցումներ։ Երկրի մի քանի շրջաններում արձանագրվել է 1 մետրից պակաս բարձրությամբ ցունամի։ Իսպանիայում մոլեգնող անտառային հրդեհը ոչնչացրել է ավելի քան 11,000 հեկտար տարածք, ստիպելով տարհանել շուրջ 1000 բնակչի։ Կրակը անմիջական վտանգ է ներկայացնում պատմական Սան Խուան դե լա Պեն ավանական համալիրին։ Աղետի ֆոնին վանքից թանգարան են տեղափոխվել 11-րդ դարի արքաների մասունքներն ու մշակութային այլ արժեքներ։ Հազվագյուտ հյուր է հայտնվել Ուրուգվայի ափերում։ Մոտ 3 տոննայանոց ծովային փիղը դուրս է եկել ցամաք, կարծես թե մի քանի օր հանգստանալու։ Իշխանությունը հորդորել է հիացած բնակիչներին չմոտենալ, չկերակրել հսկային եւ չփորձել նրան վերադարձնել ջուր։ Պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանո Ռոնալդոն եւ Ջորջինա Ռոդրիգեսը ամուսնական պայմանագիր են կնքել իրենց պսակադրությունից 1 օր առաջ։ Ըստ փաստաթղթի նրանցից յուրաքանչյուրը շարունակելու է միանձնյա տնօրինել իր անձնական ակտիվները, որոնք ունեցել է մինչև ամուսնությունը, ինչպես նաեւ այն ամենը, ինչ ձեռք կբերի ապագայում։ Ընդհանուր է համարվելու եւ հավասարապես կիսվելու է միայն այն գույքը, որը զույգը կգնի համատեղ։ Բացի այդ, աստղային զույգը որոշել է պահպանել ազգանունները, իսկ որպես մշտական բնակության վայր նրանք ընտրել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էյր Ռիադը։